Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր հարց են քննարկում։ Պարոն Ղազյան, ըստ էության ձեր հարցերին ընդհանրապես կարելի է չպատասխանել, որովհետև դուք շարունակում եք հետևողականորեն այնց ողջույնի առումով անգամ այնց ինչ-որ խտրականություն դրսևորել, բայց պատասխանում եմ, որպեսզի մեր հայրենակիցների համար էլ հասկանալի լինի։ Ծանրաբեռնվածություն է, եթե նայենք անցած գումարմանը ինչքան է եղել, առաջի տեղում եղել է պետայրավական հարցերի մշտական հանձնաժողովը, երկրորդ տեղում տնտեսական հարցերի ու մնացածը այդպես բաշխվել է։ Բայց եթե հանձնաժողովում նիստեր չի գումարվել կամ քիչ է գումարվել, այդ ծանրաբեռնվածության մասին չի խոսում, որովհետև կան հանձնաժողովներ, որոնք նախագծերի փոխարեն զբաղվել են հիմնականում խորհրդարանական դիվանագիտությամբ կամ այլ աշխատանքներով, այսինքն դա կոմպլեքս մոտեցում է։ Մնացածը ինչու 12 հանձնաժողով, ես համոզված եմ, ինչ թիվ դնենք, դու գալու եք ասեք ինչի է այդ թիվը։ Դրա համար նորմալ պրոցեդուրան այն է, որ ընդդիմությունը եւ իշխանությունը իրար հետ մինչեւ այս հարցը ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում քննարկելը, իրար հետ փորձեն, քննարկեն, բանակցեն, միգուցե ինչ-որ մեկը մի առաջարկ անի, որ մյուս կողմը ընդունի, բայց քանի որ դուք ի սկզբանե այլ գործելավոճ եք որդեգրել, քաղաքացիական պայմանագիրը վերել է իր տարբերակը եւ հիմա օրակարգում այդ հարցն է։ Իսկ բուն հանձնաժողովների հետ կապված ես ընդամենը մի նկատառում անեմ, քանի որ հարկերը եւ турքերը տնտեսական հարցերի հանձնաժողովից տեղափոխվել են ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողով, բնական է հիմնավորումն էլ պարզ է ինչի համար, որովհետեւ մենք ունենք ֆինանսների նախարարություն, որը զբաղվում է հարկային քաղաքականությամբ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ հարկերն ու турքերը նաև տնտեսական քաղաքականություն իրականացնելու ամենակարևոր գործիքն են, հույս ունեմ, որ տնտեսական եւ ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովները իրար հետ սերտորեն կհամագործակցեն որոշ հարկային փոփոխություններ քննարկելու ժամանակ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։